Մի բան ճշտեմ, դուք որ ասում եք Հայաստանում չկա մի ընտանիք, որից հեծը գողություն առաջ չլինի, հոսանքի հավելագրումների տեսքով, վստահ հայտարարում եմ, որ մեր ընտանիքից եւ մեր համեստ բնակարանից նախկինում հեծը երբևէ գողություն չի արել եւ հավելագրում չի եղել, հակառակ պարագայում ով էլ լիներ հեծի ղեկավարությունը, մեր թաղի էլեկտրիկից միջև ղեկավարությունն այդ հետևանքները կզգան իրենց մաշկի վրա, իսկ փոխարենը հիմա մենք նկատել ենք վերջին ամիսներին, որ կարծես թե ավել է գրում մեր հոսանքը, սա իմիջայլոց։ Չէ, կներեք, դա իմիջայլոց չի, ուրեմն ես ձեր հայտարարությունը շատ պատասխանատու հայտարարություն է եւ ես կարծում եմ, որ եւ հեծը եւ իրավապահ մարմինները եւ վերահսկողություն իրականացնող մարմինները պետք է ձեր կոնկրետ հարցին պատասխան տան եւ հանրությունը հրապարակային կառավարության շենքում արված այս հայտարարությանը պետք է արձագանք ստանա։ Բոլոր մասերին։ Շատ պատրաստ եմ տրամադրել, թող ուսումնասիրեն մեր տան հոսանքի ցուցմունքները։ Ինչ բուն հարցը ձևակերպել է, ես ուղղակի հարցնեմ, ես կարող եմ օգտագործել դոմփել բառը իմ հարցի մեջ ձեզ հղում տալով, թե դա 18+ էթիկայի սահմաններում չէ, թե կարող եմ օգտագործել։ Ազատ եք օգտագործել ցանկացած բառ։ Ուրեմն կօգտագործեմ։ Դուք տեղյակ եք այն խոսակցություններից, այն նաև մամուլի հրապարակումներից, համաձայն որոնց նախ ձեր կողմը անցած եւ այսպես ասած տիրադավ հռչակված եպիսկոպոսներից Վազգեն Միրզախանյանը նախկինում երբ եղել է Վիրահայոց թեմի առաջնորդը, այդ շրջանում սեռական ինտիմ կապի մեջ է եղել իր քահանաներից մեկի կնոջ հետ կամ ինչպես դուք եք ցույց ասել, դոմփել է իր քահանայի կնոջը եւ դրանով իսկ պատճառ է հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը եւ մեծ սկանդալի առիթ է դա տվել եւ իրեն ուղղակի վտարել են այդտեղից, որպեսզի ել ավելի մեծ զարգացումներ չլինեն, նաեւ մամուլում հրապարակումներ կան Վազգեն Միրզախանյանի այսպես ֆինանսական մախինացիաների, ենթադրյալ մախինացիաների գործարքների մասին, մի խոսքով լավ հռչակ չի վայելել ինքը Վիրահայոց թեմում։ Հիմա դուք այս մարդու միջոցով ինչպես եք փորձում ձեր խոսքերով ասած պայքարել սրբապղծության դեմ, ինքը օրինակ պղծությամբ զբաղվել է, պիղծ է, թե սուրբ մաքրամաքուր կենցաղով կուսակրոն հոգևորական է։ Ոչ, ես նման տեղեկություններ չունեմ, բայց ես ասեմ նաև, որ մենք այս գլխից էլ ես հայտարարեցի, որ մեզնից որևէ մեկը անմեղ կամ սուրբ ձևանալու բան չունի, մտադրություն եւ կանխավարկած չունի։ Ընդհակառակը բարենորոգման հայտարարության մեջ արձանագրված է մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը եւ մեր ցանկությունը եւ ընդհանրապես ես կարծում եմ սա չի վերաբերվում միայն եպիսկոպոսներին կամ պաշտոնյաներին։ Մենք ընդհանրապես պետքա հարց տանք մեզ մեր կողմից հայտարարվող բարոյական, հանրային բարոյականության արժեքների եւ մեր ամենօրյա ապրելակերպի հարաբերությունների մասին։ Այս օրակարգը սրա մասին է, որովհետեւ ես բոլորի միջոցով հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցու բոլոր հետևորդները այս օրակարգի մեջ ունեն իրենց անելիքը։ Եվ մենք չենք պատրաստվում հավատաքննության ենթարկել։ Հիմա պատկերացնում եք, այնօրը մենք երթ ենք հայտարարել կամ պատարակ ենք հրավիրում, հիմա մենք մարդկանց հավատաքննության պետք է ենթարկենք։ Դրա համար կա այդ թվում կարգ։ Ես ասացի, ես ինքս գնում եմ Խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում, որովհետեւ իմիջայլոց հավատաքննության չեն ենթարկում եւ այդ հայտարարությունը բաց է նաեւ կաթողիկոսի համար, եթե ուզում է միանա այդ հայտարարությանը, կարող է ես չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ հանրությունը այդ թվում այդ եւ մնացած բոլոր հարցերի պատասխանը պետք է ստանա եւ իմիջայլոց, եթե ուշադիր եք եղեք, ուրեմն բարենորոգման հայտարարության մեջ հատուկ կետ կա, որ պետք է հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցին ընդունի նոր կանոնակարգ, որտեղ պետք է ընդունվեն հոգևորականի բարեվարկության ոչ միայն կանոններ, այլև այդ ընդունված կանոնները պահպանելու մեխանիզմներ։ Սա է այդ հարցի պատասխանը։